Տիկնիկագործությունը Հայաստանում ճգնաժամ է ապրում, ահազանգում են Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի տիկնիկագործները։ Նրանց մտահոգում է այն, որ Հայաստանում չկա տիկնիկներ պատրաստել սովորեցնող որևէ ուսումնական հաստատություն։ Տիկնիկագործությունն այսօր համարվում է ոչ շահութաբեր աշխատանք։ 40,000 դրամ աշխատավարձը քչերին է շահագրգռում։ Այս առումով տիկնիկագործներն իրենց համարում են այս գործի հիվանդներ։ Օրինակ Անահիտ Պողոսյանը նույնիսկ հանգստյան օրերին չի կարողանում չաշխատել։ Նրա առաջին տիկնիկը 25 տարի առաջ ստեղծվեց մեծ վախով, բայց եւ մեծ ոգևորությամբ։ Նա կարծում է, որ տիկնիկից է գալիս ներկայացման հաջողությունը։ Պիտի մեծ նվիրումով մոտենաս, էլի հենց այնպես հաստատ չի ստացվի, որ այդ խարակտերը կարողանաս բնավորություն ստեղծես, տրամադրություն ստեղծես։ Տիկնիկագործը իր ստեղծագործություններից ոչ մեկին առավելություն չի տալիս, քանի որ դրանցից յուրաքանչյուրի վրա հավասարաչափ ջանք է թափել։ Տիկնիկի ստեղծումը երկարատև պրոցես է։ Պրոցեսը տևում է, պատկերացրեք 9 ամիս, 2 ամիս, մի տարի, հետո նկարիչը, հետո քանդակը, հետո նոր արդեն անցնում է մեզ, հետո մեխանիզատոր, նորից վերադառնում է մեզ մոտ։ Տիկնիկագործները վստահեցնում են, որ Հայաստանում տիկնիկագործության հիմնական կորիզը Երևանի տիկնիկային թատրոնում է։ Այժմ տիկնիկների արվեստանոցում գրեթե պատրաստ են Աբու Հասանի մաշիկները, ներկայացման տիկնիկները։ Բազմաթիվ են նաև վերանորոգման ենթակաները, որոնք պետք է պատրաստ լինեն մինչ ներկայացումը։ Լուսինե Դեմիրճյան, Հասմիկ Ֆարոյան, IPV